Սիրելիս, քո օրհնության և քո անեծքիդ պատճառը կարող ես դու լինել։ Եթե դու այսօր Աստծո խոսքին լրջությամբ չես վերաբերվի ու չես կիրառել այն խոսքերը, որոնք որ կլսես Աստծուց, քո կյանքիդ մեջ հիշե, դու մեծ անեծքներ կարող ես ժառանգել, իսկ եթե կհնազանդվիս, ուրեմն մեծ օրհնություններ։ Ես կցանկանամ, որպեսզի միասին կարդանք Երկրորդ Օրինաց 28-րդ գլուխը ամբողջությամբ։ Ու ամեն մեկդ մեկնությունների մեջ վերլուծեք այս սուրբ խոսքերը այն չափով, որ Աստված կբացե ձեր մեջ։ Ու ամեն մեկդ ձեզի հարց տվեք, թե որ օրենքի մեջ եք թերացե, որ փակվել է Աստծո Տիրոջ օրհնությունները ձեր առաջ։ Երկրորդ Օրինաց 28-րդ գլուխ։ Եթե քու Տեր Աստծուդ խոսքը ուշադրությամբ մտիկ անելով զգուշությամբ գործադրես նրան, նրա բոլոր պատվիրանները, որոնք ես այսօր քեզի կպատվիրեմ, քու Տեր Աստվածը երկրի բոլոր ազգերից ավելի պիտի բարձրացնե քեզ։ Առաջինը, ինչ կուխտե Աստված քեզ հետ։ Բոլոր պատվիրանները կպահես, բոլոր ազգերից Աստված քեզ ավելի կբարձրացնե։ Երկրորդ խոսքը։ Եթե քու Տեր Աստծուդ խոսքին հնազանդվես, այս բոլոր օրհնությունները քու վրադ պիտի հասնին։ Քաղաքի մեջ օրհնյալ ու դաշտի մեջ օրհնյալ պիտի լինես։ Քու որովայնիդ պտուղը, քու երկրիդ պտուղը, քու անասուններիդ պտուղը, կովերիդ ծնունդը, ոչխարներիդ հոտերը օրհնյալ պիտի լինեն։ Ուրեմն ինչ կխոստանա, որ հանքու որովայնիդ պտուղը պիտի օրհնյալ եղնի, դու պիտի առողջ սերունդ ունենաս, անպտուղ պիտի չեղնես, ինչպես նաև քու ձեռքիդ գործը օրհնված պիտի եղնի։ Եթե գյուղի մեջ կապրիս, քո անասուններդ, դաշտդ պիտի օրհնված եղնի, քաղաքի մեջ պիտի կապրիս, ուրեմն քաղաքում օրհնյալ պիտի եղնիս։ Քու կողովը դու տաշտդ օրհնյալ պիտի լինի, մտածդ ժամանակ օրհնյալ ու ելածդ ժամանակ օրհնյալ պիտի լինես։ Որտեղ էլ մտնիս ու ելնիս, դու պիտի օրհնվիս։ Ամեն տեղ, ինչի, որովհետև Աստծու հնազանդ երեխեն ես, իսկ Աստծու հնազանդ երեխեքը միշտ օրհնված կեղնի։ Տերը քո արջևիցը ջարդել պիտի տա քո բոլոր թշնամիներիդ։ Ուրեմն, հնազանդության մեջ քայլողների համար թշնամիները միշտ պարտված են։ Իսկ եթե մենք շատ թշնամիներ ունենք մեր կյանքերի մեջ, ուրեմն կնշանակի, որ կան ոլորտներ, որ մենք մեղքերի մեջ ենք։ Տերը քո արջևիցը ջարդել պիտի տա քո թշնամիները, նրանք քեզի դեմ մեկ ճամփով պիտի ելնեն ու քո արջևիցը 7 ճամփով պիտի փախնին։ Ինչի՞ պիտի փախնին, քո ճամփիցը 7-ը ուրիշ ճամփեկով, որովհետև պիտի տեսնին, թե քո կողքդ ինչքան է շրջապատված հրեշտակային մեծ խումբը, ու Աստված ինչ չափով քեզի կպաշտպանե, ինչը կրնան չփախնին։ Եթե քու Տեր Աստծուդ հրամանները պահելով նրա ճամփաների մեջ քայլես, Տերը քեզ իբր սուրբ ժողովուրդ հաստատե, ինչպես երդում արավ։ Երկրի բոլոր ժողովուրդները պիտի տեսնեն, թե Տիրոջ անունով կկոչվիս ու քեզանից պիտի վախենան։ Եթե դու Տիրոջինն ես, ուրեմն նաև Տիրոջ անունով կկոչվիս։ Ու մարդկանց մեջ վախ կառաջանա, որ նույնիսկ փորձեն քեզի վնասել։ Ու միշտ Աստծո ժողովուրդը բոլոր ժամանակների մեջ որ քննենք, միշտ զորավոր ու անպարտելի են եղել։ Այնքան ժամանակ, ինչքան քայլել են հնազանդության մեջ։ Տերը բարիքներով պիտի լցնե քու որովայնիդ պտուղը, քու անասուններիդ պտուղը ու քու երկրիդ պտուղը շատացնելով, այն երկրի մեջ, որ Տերը քու հայրերիդ երդում արավ քեզի տալու։ Ստեղ արդեն երկրորդ անգամ կկրկնե, որ դու օրհնված պիտի եղնես ու աղքատությունը չպիտի գիտենաս ինչ է, որովհետև Տերը օրհնությունով պիտի լցնե։ Տերը իր բարության գանձ, այսինքն երկինքը քեզ պիտի բանա, որպեսզի քու երկիրդ անձրև ժամանակին տա ու քու ցերկերիդ բոլոր գործերը օրհնե, եւ դու շատ ազգերի փող պիտի տաս, բայց դու փող պիտի չառնես։
Ուրեմն Աստված քեզի այնքան պիտի օժնե, որ դու հեչ մարդու կարիքը չունենաս, որ պարտքով նույնիսկ փող վերցնես։ Սիրելիներ, սիկ շատ կարևոր ոլորտ է, որ մենք պիտի հասկանանք։ Եթե մենք ունենք նյութական խնդիրներ, դի կնշանակի, որ կա անեսք մեր կյանքի վրա։ Եթե կա անեսք մեր կյանքի վրա, ուրեմն կա մեղք մեր կյանքում։ Այսինքն, Աստված ամեն հարցում քեզի առաջատարք դարձնե, եթե դու իրան հնասանդվիս։ Իսկ եթե չես հնասանդվի, ուրեմն քու կյանքիդ ոլորտները բաց են անեսք ընդունելու համար։ Տերը ժողովուրդների գլուխ պիտի անե քեզ, ոչ թե պոչ, ինչ կնշանակի գլուխ։ Ընդհանուր առմամբ ամեն մեկը կեշտան գլխի հետևից, այսինքն գլուխը որոշում կայացնե ոտքերը, ձեռքերը, ականջները, մարմնի մյուս անդամները ուր պիտի շտան, չէ՞։ Իսկ պոչը կհետևե։ Այսինքն եթե դու Տիրոջինն ես, Տերը չի թողնի որ դու ինչ որ մեկի պոչ եղնես, այլ ցանկացած հարցի մեջ գլուխ կեղնես, առաջնորդ, առաջավոր։ Դու միշտ պիտի բարձրանաս ու բնավ պիտի ճիշնես։ Եթե քու Տեր Աստծուց պատվիրանները մտիկ անելով պահես ու կատարես, որոնք այսօր քեզի կհայտնեմ։ Ուրեմն նայեք, եթե մենք Տիրոջ պատվիրանները կպայենք, Աստված օրեցօր մեզի կբարձրացնի։ Անկախ այն բանից, մենք փորձությունների մեջ ենք, տկարությունների մեջ ենք, հարձակումների տակ ենք, միևնույն է, այդ ամեն ինչ ինչ որ կուկա մեր կյանքերի վրա, այդ ամեն ինչը պիտի նպաստի մեր բարձրունքին։ Օտար աստվածների ետևից եշտալու համար ու նրանց ծառայություն անելու համար աջ կամ ձախ կողմը մի խոտորիր այն բոլոր խոսքերից, որոնք այսօր քեզի կհայտնեմ։ Ուրեմն, ինչ է շատ կարևոր, որպեսզի օտար աստվածների հետևից չեշտանք։ Օտար աստվածները կուրկերն են։ Շատ տոներ, տոնակատարություններ պարզապես կուրկեր պաշտել են։ Ինչպես նոր տարվա համար արդեն տեղադրել եմ, որ քրիստոնեական տոն չէ։ Ինչևէ, սիրելիներ, քննեք Տիրոջ կամքը, որն է բարին հաճելին ու կատարյալը, որպեսզի օրհնվիք։ Իսկ եթե Աստվածաշնչի մեջ չկա մի հատ խոսք, որ չկատարվի մեր կյանքերի մեջ, կա անեսք, ուրեմն կա դուռ բաց սատանայից։ Իսկ մի կարդանք անհնազանդության հետևանքները։ Բայց եթե քու Տեր Աստծուց խոսքին չհնազանդվիս ու չպահես ու չանես նրա բոլոր պատվիրաններն ու կանոնները, որոնք ես այսօր քեզի կհայտնեմ այն ժամանակ, հետևյալ անեծները քու վրա պիտի հասնին։ Քաղաքի մեջ անիծյալ ու դաշտի մեջ անիծյալ պիտի լինես։ Քու կողովդ ու տաշտդ անիծյալ պիտի լինի։ Քու որովայնիդ ու երկրիդ պտուղը, կովերիդ ծնունդն ու ոչխարներիդ հոտերը անիծյալ պիտի լինեն։ Քու մտածդ ժամանակ անիծյալ ու քու ելածդ ժամանակ անիծյալ պիտի լինես։ Տերը քու բոլոր գործերիդ մեջ անեսք տառապանք ու հանդիմանություն պիտի ղրգե քեզի, քու չար գործերիդ ու ինձ ձգելուդ համար, մինչև որ շուտով բնաչինչ լինես ու կորսվիս։ Տերը քեզի ժանդախտ պիտի ղրգե, մինչև որ քեզ հասցնե այն երկրի վրայից ուր դու պիտի մտնես նրան ժառանգելու համար։ Տերը քեզ պիտի զարնե ծիրական աղտով, հրատապ տենդով, ջերմով, ամեն ինչը հակառակ պիտի եղնի, այսինքն ջերմով, տաքությունով, երաշտությամբ, խորշակահարությամբ ու արմտած դալուկներով եւ սրանք պիտի հալածեն քեզ մինչեւ որ կորսվիս։ Գլխիդ վրա երկինքը պղնձե ու տակդ եղած երկիրը երկատե պիտի լինի։ Տերը անձրևի տեղ հող ու փոշի պիտի տա քու երկրիդ ու նրանց երկրի վրա պիտի իջնեն մինչև որ դու բնաճիչ լինես։ Տերը քու թշնամիներիդ առջև քեզ ջարդեր պիտի տա։ Նրանց դեմ մեկ ճամփով պիտի ելնես ու երկրի բոլոր թագավորությունների մեջ թափառական պիտի լինես։ Քու մարմինդ երկնքի բոլոր թռչունների ու երկրի գազաններին կերագուշ պիտի լինի ու նրանց վռնդող պիտի չլինի։ Տերը Եգիպտոսի պալարներով, թանչքով, քոսոտությամբ ու երգով պիտի զարնե քեզ։ Այնքան սաստիկ, որ չկարողանաս բժշկել։ Տերը ապշությունով, կուրությունով, սրտագողով պիտի զարգե քեզ։ Սիրելիներ, ամեն մեկը նայեք թե որ ոլորտի մեջ եք հարվածված։ Եթե հարվածված եք, ուրեմն անհնազանդության մեջ կքայլեք։ Տերը ապշությունով, կուրությունով, սրտողով պիտի զարնե քեզ, ինչպես կույրը խավարի մեջ ձեռքը խարխապելով դուն էլ կես օրվա ժամանակ այնպես պիտի խարխապես ու գործերիդ մեջ բարեզարդության պիտի չունենաս, բարեբախտություն, այսինքն օրհնություն պիտի չունենաս, մի զրկանք ու հափշտակություն պիտի կրես,
բայց քեզ ազատող պիտի չլինի։ Դու կնոջ պիտի նշանվիս, բայց նրա հետ ուրիշը պիտի պարգի։ Տուն պիտի շինես, բայց նրա մեջ դու պիտի չբնակվես։ Այգի պիտի տնկես, բայց նրա խաղողը պիտի չհավաքես։ Քու եզդ, քու աչքերիդ արջև պիտի մորթվի, բայց դու նրանից պիտի չուտես։ Քու էշդ, քու արջևիցդ պիտի հափշտակվի, բայց քեզ ետ պիտի չտրվի։ Հոտերիդ, քու թշնամիներիդ պիտի մատնեն, բայց նրանց ազատող պիտի չլինի։ Սիրելիներ, ահա ինչն է պատճառը, որ մեզի շատ հաճախ կգողնանք, թալանեն մեզնից։ Ու մենք կաշխատենք ու ուրիշը կուտե, որովհետև մենք կգտնվենք անհնազանդության մեղքի մեջ։ Քու տղակներդ ու աղջիկներդ ուրիշ ժողովուրդ պիտի տրվին, ու քու աչքերդ պիտի տեսնին, ու քու բոլոր նրանց համար ունեցած կարոտովդ պիտի նվաղես, բայց ձեռքդ պիտի չկրնանա օգնել։ Քու երկիրդ, արդյունքը ու քու բոլոր աշխատությունդ քեզի անծանոթ ժողովուրդ պիտի ուտե, եւ դու ամեն օր միայն զրգանք ու ճնշում պիտի կրես։ Ահա ինչն է պատճառը, որ մենք անեծներ կրենք ու չի օրհնվի մեր ունեցածը, այլ դու կաշխատես մեծ ճամփով կուկա, միշտ ճամփով կեշտա։ Աչքերիդ տեսած բաներից պիտի խենթանաս։ Ինքան վատ բաներ պիտի տեսնես, որ խելագարությամբ պիտի տանի։ Դերը քու ծունկերդ ու սրունքներդ ու ոտքիդ թաթեից մինչև գլխի կակատը մեջ գեշ պալարներով պիտի զարգի ու պիտի չկրնանաս բժշկվից։ Անբուժելի հիվանդությունները ինչից կուկան, մեր անհնազանդության ու մեղքերի պատճառով։ Տերը պիտի տանի քեզ եւ քու վրա դրած թակավորդ այնպիսի մի ազգի, որ դու չճանաչած ես, ոչ էլ քու հայրերդ, ոչ դու կճանչես, ոչ էլ հայրերդ։ Հոն, օտար աստվածների փայտի ու քարի ծառայություն պիտի անես։ Դու զարմանքի ու առակի ու կատակի առարկա պիտի լինես այն բոլոր ժողովուրդների մեջ, ուր Տերը քեզ պիտի տանի։ Այսինքն, երբ որ մենք Տիրոջ ձեռքը կմերժենք, Աստված մեզի համար ոչ մենք լավ ընկերներ կունենանք, ոչ բարեկամներ կունենանք, ամեն ուր, ամեն տեղ մեզի կրնան ծաղրեն ու ծաղր ու ծանանքի ենթարկել։ Ու կզարմանանք, թե ինչի չենք ընդունվի շատերի կողմից, չենք ընդունվի, որովհետև մենք առաջինը Տիրոջ կողմից ընդունված չենք։ Ինչի Տիրոջ կողմից ընդունված չենք, որովհետև անհնազանդության մեջ կքայլենք։ Արտիդ մեջ շատ սերմ պիտի ցանես, բայց քիչ արդյունք պիտի հավաքես, քանի որ մարախները պիտի ուտեն նրան։ Այգիներ պիտի տնկես ու խնամես, բայց գինից պիտի չխմես ու խաղողը պիտի չհավաքես, քանի որ նրան որդերը պիտի ուտեն։ Քու սահմաններիդ մեջ ձիթենիներ պիտի տնկես, բայց յուղով պիտի չօծվիս, քանի որ ձիթենիներիդ իրենց պտուղը պիտի թափվին։ Տղակներն ու աղջիկներ պիտի ծնես, բայց քուկդ պիտի չլինեն, քանի որ նրանք գերությամբ պիտի տարվին։ Այսինքն քու սխալների պատճառով քու երեխեքդ կտուժեն։ Միշտ հիշենք, մեր երեխեքը մեր պատճառով կնան օրհնվին, մեր պատճառով կնան անեսք ժառանգեն։ Բոլոր ծառաներդ ու երկրի պտուղը խառնիճը պիտի ուտե, ձեր մեջ եղող օտարականը քեզանից գերազանց պիտի լինի, շատ պիտի բարձրանա, բայց դու շատ պիտի իջնես։ Կրնա ինչ որ մեր օտար երկրացիմ կա, քու մոտդ ապրի, ինքը ավելի առաջ էշտա, քան դու։ Ինչի համար, որովհետև դու քու գիտեցածը Տիրոջը, որ նոր քեզի ստեղծել է, որ նոր քեզի ամեն ինչ տվել է, դու չես հնազանդվի ու կմերժես։ Բոլոր ծառաներդ ու երկրիդ պտուղը խառնիճը պիտի ուտե, ձեր մեջ եղող օտարականը քեզանից գերազանց պիտի լինի ու շատ պիտի բարձրանա, բայց դու շատ վառ պիտի իջնես, ամեն օր դու կտեսնես քու իջնելդ։ Նա քեզ փող պիտի տա, բայց դու նրան փող պիտի չտաս։ Նա գլուխ պիտի լինի, բայց դու պոչ պիտի լինես։ Այս բոլոր անեծքները քու վրատ պիտի գան, քեզ պիտի հալածեն ու քեզ պիտի հասնեն, մինչև որ դու բնաճինչ լինես, որովհետև քու Տեր Աստծուդ խոսքին հնազանդություն չարիր ու հրամայած պատվիրաններն ու կանոնները չպահեցիր։ Ահա տեսեք ինչքան վտանգավոր, երբ որ Տերը քեզի պատվիրաններ կուտա, երբ որ Տերը քեզի խոսք կուտա ու չես պահե, շատ զգուշացի, որովհետև շատ մեծ անեծքներ պիտի ժառանգես, Աստված ծաղր չի եղնի երբեք։ Եվ նրանք քու սերունդիդ վրա նշան ու հրաշք պիտի լինեն հավիտյան։ Ներողություն, այս բոլոր անեծները քու վրատ պիտի գան, քեզ պիտի հալածեն, քեզ պիտի հասնին, մինչև որ դու բնաճինչ լինես, որովհետև քու Տեր Աստծուդ խոսքին հնազանդություն չարիր ու հրամաններն ու կանոնները չպահիր, եւ նրանք քու բոլոր սերունդիդ վրա նշան ու հրաշք պիտի լինեն հավիտյան։ Քանի որ
դուն ամեն բանի առատության համար ուրախությամբ ու հոժար սրտով քու Տեր Աստծուց ծառայություն չարիր։ Այսինքն Աստված քեզի ամեն ինչ տվել է, դու Աստծուն չգնահատեցիր։ Դու Աստծո օրենքները չլսեցիր։ Այդ պատճառով Աստծո դատաստանը շատ խիստ ու հարգուկ դեղնի այն մարդկանց վրա, որոնք որ համ գիտեն որ սխալ է, համ էլ կենեն։ Նրա համար դու անօթությունով, ծարավով, մերկությունով ու ամեն բանի կարոտությունով ծառայություն պիտի անես քու թշնամիներիդ, որոնք Տերը քու վրատ պիտի ղրկե։ Ուրեմն թշնամիներին մենք ինչի գերություն կրնա ենենք, ինչի գերիներ կտարվին կամ անհնազանդության ու մեր իսկ մեղքի ու անհնազանդության պատճառով։ Աստծուն չես հնազանդվի, Աստված է քեզի չի պաշտպանե։ Աստված թույլ կուտար քեզ այդ սխալ ու դաժան վարվին, ավելի շուտ շատ ճիշտ վարվին, որովհետև եթե դու քու Տիրոջդ, որ նոր քեզի ամեն ինչ տվել է, դու կրնաս իր խոսքերը զանցենես, ուրեմն ամեն մարդ կարժանանա այն բանի, ինչի որ արժանի է։ Օրինակ շատ հաճախ դժոխք գնացողները կվկային, թե մարդը այն տառապանքներով կտանջվի ընդեղ, ինչ որ ինքը երել է ուրիշների նկատմամբ։ Ինքան արտար է դադը, որ հեչ մարդ չի կրն արտանա, ինքը գիտեցել է որ մեղք է, ինքը գիտեցել որ սխալ է ու երել է։ Նրա համար դու անօթությունով ծարավով քու պարանոցիդ վրա երկաթե լուծ պիտի դնե, մինչև որ բնաչին ջանե քեզ։ Տերը քու վրատ հերվից երկրի ծայրերից արծիվի թրջելու պես ազգ պիտի բերե, այնպիսի ազգ, որի լեզուն դու չես հասկնա։ Պնդերես ազգ, ծերերին պատիվ պիտի չանե, ու տղայոցը վրա գութ պիտի չունենա։ Նա քո անասուններիդ պտուղն ու երկրիդ պտուղը պիտի ուտե, մինչև որ դու բնաչինչ լինես, ու ծնունդներն ու ոչխարներիդ հոտերը պիտի չթողի, մինչև որ քեզ բնաչինչ անի։ Նա քու բոլոր քաղաքներիդ մեջ քեզ պիտի պաշարե, մինչև որ կործանին ու բարձր ու ամուր պարիսպներիդ, որոնց դու ապավինել ես քու բոլոր երկրիդ մեջ, քեզ պիտի պաշարե ու քու բոլոր քաղաքներիդ մեջ ու քու բոլոր երկրիդ մեջ, որ քու Տեր Աստվածդ քեզի տվավ, պաշարման ժամանակ ու թշնամիներիդ քեզ նեղը ձգած ժամանակ, քու որովայնիդ պտուղը, քու Տեր Աստվածդ քեզի տված քու տղաքներդ ու աղջիկներդ միսը պիտի ուտես։ Պաշարման ժամանակ քու երեխեքիդ կսեպդի մորտես ուտես, կա չէ այդ բանը, որ Աստվածաշնչի մեջ է, որ մեկը կսարի այսօր քո երեխիդ ուտենք, եկուցի մեր երեխիս ուտենք, սովածություն կեն, ու ինչն է սովածության պատճառը, պատերազմների ու կռիվների պատճառը։ Պատճառը նիք որ մարդը Աստծուն կուրանա ու չի հնազանդվի Աստծու պատվիրաններին։ Երեխեք, Աստված սարսափելի բան է կենտանի Աստծո ձեռքը ընկնելը։ Աստված ծաղր չի եղնի։ Պահեք այն պատվիրանները, որոնք որ Աստված այսօր մեզի բոլորիս կզգուշացնե։ Վայ այն մարդուն, ով որ կենտանի Աստծո ձեռքը կգնի, վայ այն մարդուն, ով որ կենտանի Աստծուն դեմ դուրս կուկա։ Ու մի կշպոտեք Աստծո սերը Աստծո բարգության հետ, Աստծո խստության հետ, Աստծո արդար դատաստանի հետ, Աստված կսիրե, բայց նաև իր օրենքները իրանից բարձր է դասը։ Ու եթե կսե որ եթե իմ պատվիրանները զանցնես, այս պատիժները քեզի կհասնի, հավատացեք կհասնի։ Շատ վկայություններ լսեք ու կհամոզվիք որ Աստված ծաղր չի եղնի, ինչ որ ցանել ես պիտի հնձես։ Ձեր մեջ քնկուշ ու խիստ փափուկ մարդը իր եղբոր ու իր ծոցի կնոջը ու իր ողջ թողած որդիներին ծուռ աչքով պիտի նայե, որպիսի ուտելու որդիների մսից նրանց մեկին չտա, քանի որ պաշարման ժամանակ ու քու թշնամիներիդ բոլոր քաղաքների մեջ քեզ նեղը ձգած ժամանակ ուրիշ բան պիտի չմնա նրան։ Ստիված արդեն մեկը մյուսին պիտի ուտեն։ Այդ տեսակի նեղության մեջ կընկնի մարդը, երբ որ Աստծո պատվիրանները չպահե։ Ձեր մեջից խիստ քնկուշ ու փափուկ եղող կինը, որը իր փափկությունից ու քնկուշ լինելուց հետո գետնի վրա կոխվելու սորված չէր, իր ծոցի էրկանը, իր տղուն, իր աղջկան եւ իր ոտքերի մեջտեղից ելած տղու ընկերին ու իր ծնած զավակներին ծուռ աչքով պիտի նայի, քանի որ պաշարման ժամանակ քու թշնամիներդ, քու
Քաղաքներից մեջ քեզ նեղը ձգած ժամանակ ամեն բանի պակսելու համար նրանք ծածկաբար պիտի ուտե։ Սարսափելի է, մտածել ես ամեն ինչի մասին, իրականում իշքան մեծ անես կժառանգենք անհնազանդության դեպքում, փառքը չադյանի Տեր ջան, դու մեզի մտցրու կատարյալ հնազանդության մեջ։ Եթե դու այս գրքի մեջ գրված օրենքի բոլոր խոսքերը զգուշությամբ չկատարես ու Եհովա Աստվածը դու նրա պատվական ու ահավոր անունից չվախենաս, շատ կարևոր է ոչ միայն սիրել Աստծուց, այլ վախենալ Աստծուց ու նրա պատվիրանները պահել։ Ու ահավոր անունից չվախենաս, Տերն էլ անսովոր հարվածներով, մեծ ու երկարատև հարվածներով, գեշ ու երկայն հիվանդություններով պիտի զարնե քեզ, ու քու սերունդդ Եգիպտոսի բոլոր հիվանդությունները, որոնցից դու կվախենաս, քու վրայիցդ պիտի բերե, ու նրանք քեզ պիտի փակչին։ Նաև օրենքների գրքի մեջ գրված ամեն հիվանդություն ու ամեն հարված Տերը քու վրադ պիտի բերե, մինչև որ դու բնակիչ լինես։ Սիրելիներ, ահա հիվանդության պատճառը մեղքը ու անհնազանդությունն է։ Եթե շատ հաճախ մարդիկ չեն բժշկվի, մեր մեջ բժշկություն չի կա, ուրեմն խնդրենք Տիրոջը, որ հայտնե մեզի մեր մեղքերը ապաշխարենք, որ բժշկվենք ու մտնենք կատարյալ հնազանդության մեջ, քայլենք կատարյալ հնազանդության մեջ։ Քու Տեր Աստծուց խոսքին հնազանդություն չանելու համար դուք, որ շատության կողմից երկնքի աստղերի պես էիք, խիստ սակավաթիվ պիտի լինեք, ինչպես Տերը ձեզ լավություն անելով ու ձեզ շատացնելով ուրախացավ, նույնպես էլ ձեզ կորցնելով ու բնաչինչ անելով պիտի ուրախանա, ու պիտի ջնջվիք այն երկրի վրայից, ուր հիմա կեշտաք նրան ժառանգելու։ Տերը երկրի մեկ ծայրից մինչև մյուս ծայրը բոլոր ժողովուրդների մեջ պիտի ցրվե քեզ, ու հոն ծառայություն պիտի անես օդար աստվածների, փայդի ու քարի, որոնք դու չճանչեցիր, որոնց դու ճանաչել էիր ավելի շուտ, ոչ թե քու հայրերը, ոչ դու ես ճանաչել, ոչ էլ քու հայրերը, քսեպ դու պաշտես այն փայդին ու քարին, որոնց որ չես է ճանչե։ Հոն Տերը քեզի դողացող սիրտ, աչքի նվաղում ու հոգու տրտմություն պիտի տա։ Որտեղից կուկա դողացող սիրտը, աչքերի տկարանալը ու հոգու տխրությունը, ինչից կուկա անհնազանդությունից։ Քու կյանքդ քու արջևիցդ պիտի կախվի ու գիշեր ցերեկ պիտի վախենաս, ու քու կյանքդ ապահով պիտի չլինի, ու սրդիդ ահութողից ու աչքերի տեսած բաներից առավոտյան պիտի ասես. Երանի թե իրիկուն լինի, ու իրիկունն էլ պիտի ասես, երանի թե առավոտ լինի։ Այնքան բաներից պիտի վախենաս, որ անընդհատ գիշերից է վախենաս, ցերեկից է, առավոտից է։ Եվ Տերը նավերով Եգիպտոս պիտի դարձնե քեզ այն ճամփով, որի համար քեզ ասի թե նրան մի անգամ էլ պիտի չտեսնես, ու հոն ծառաներ ու աղախիններ լինելու պիտի ծախվիք, ու ձեր թշնամիները, բայց ծախու առնող պիտի չլինի։ Սիրելիներ, սարսափելի բան է անհնազանդությունը, մեղքը իրականում այնպես կարտացի, կարծես առաջի անգամ կկարտայի այդ սարսափները իրականում պահի տակ ինչ որ ես ապրեի, ու շատ կարևոր է ամեն մեկս ապրենք այն սարսափը, թե ինչ կնշանակի Աստծուց հեռու ապրել, կուզածդ ձևով ապրել, անհնազանդության մեջ քայլել, շատ վտանգավոր է, շատ։ Ու կոչ կանեմ բոլորիդ, որպեսզի մտնիք կատարյալ հնազանդության մեջ։ Սուրբ Հոգին ձեզ կառաջնորդի, որ աղոթենք ապաշխարության համար ու այսօրվանից սկսած սկսենք ամբողջ պատվիրանները պահենք։ Բոլոր այն ինչ որ Տերը մեզի կպատվիրե պահենք։ Այն ինչ որ սխալ է, գիտենք որ սխալ է, կատարյալ ձևով հրաժարվենք, որպեսզի անեծքներ չժառանգենք։ Ուղղակի խոնարհվեք, ծածկեք ձեր գլուխները ու աղոթենք։ Կաղոթեմ դուք կրկնեք ինձնից հետո, սիրելիներ։ Հայր, ես գալիս եմ քո առաջ։ Բերում եմ իմ սիրտս եւ հանձնվում եմ քեզ ամբողջությամբ։ Ներիր իմ բազում գիտագից ու անգիտագից բոլոր մեղքերիս ու սխալներիս համար, Տեր ջան։ Շատ մեղքեր եմ գործել քո առաջ, Տերս, չհասկանալով ու հասկանալով։
Բայց այսօր կխնդրեմ քեզնից, որպիսի իմ բոլոր մեղքերս ինձի հայտնես, որպիսի հատիկ ապաշխարեմ։ Ես այսօր կուխտեմ քո առաջ, որ պիտի քայլեմ քո հետևից ամբողջությամբ, որպիսի այն անեծները, որոնք կան իմ կյանքիս մեջ, վեր առնվեն եւ ես օրհնյալ եղնիմ ու գնամ բարձրունքից բարձունք, օրհնությունից օրհնություն ու իմ կյանքս հաղթանակած եղնի։ Կյանքի ցանկացած ոլորտում պարտությունը չճանաչեմ, Տեր, ու քեզ ավելի մոտենամ, քեզ ավելի փափագեմ, քեզ ավելի սիրեմ, ապրիր իմ մեջ, Տերս, բնակվիր իմ սրտիս մեջ, դարձիր իմ Տեր Սուրբ Հրգիչս, մտածիր իմ միջից, քայլիր իմ միջից, խոսիր իմ միջից, երազիր իմ միջից, գործիր իմ միջից, ամբողջությամբ հանձնվում եմ քեզ, Տերս։ Շնորհակալ եմ, Տերս, որ այսօր դու ինձ հայտնեցիր, թե ինչն է պատճառը, որ ես օրհնված չեմ, որ ես սոված եմ, որ իմ պտուղս օրհնված չէ, որ իմ ձեռքիս գործը օրհնված չէ, որ մարդիկ ինձ հետ չեն ցանկանում շփվել, որ այն մարդիկ, որոնք որ ավելի տգար ու ավելի թույլ են, ինձ կարող են իշխել։ Շնորհակալ եմ ամեն ինչ, որ այսօր ինձ ցույց տվեցիր, որ ամեն ինչի պատասխանը փնտրեմ իմ անհնազանդ գտնվելուս մեջ։ Տուր ինձ հնազանդ սիր, Տեր, տուր ինձ հնազանդ հոգի հայր, փառք ես, փառք ես, փառք ես, փառք ես, փառք ես։ Քո խոսքի լույսի համար, որ լուսավորեցիր այսօր շատ շատերի մտքերը, շատ շատերի սրտերը, որ այսօր շատ շատերին ծնկի բերիր քո առաջ, Տերս, փառք, 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 պատիվ, գոհություն, շնորհակալություն, Խորը Որդուն եւ Սուրբ Հոգուն, հավիտյանս, հավիտենից, ամեն։ Սիրելիներ, օրհնված եղեք Հիսուսի զորավոր անունով։ Եթե կուզեք կենտանի հանդիպում ունենաք Աստծուն, լսեք Աստծո ձայնը, կատարեք Աստծո կամքը, ես էլ հեռախոսային զանգերով չեմ աշխատի հիմնականում էլ մարդկանց հետ, որովհետև Աստված ինձ պատվիրել է ուղիղ շփում։ Պարզապես կրնակ զանգահարեք, այցելեք ու մենք անձամբ խոսանք, աղոթենք ու ծառայություններ անցկացնենք միասին։ Չկա հեռավորություն այն մարդու համար, ով որ անկեղծորեն կփնտրե Տիրոջ երեսը։ Կրնակ կտրեք անցնիկ ցանկացած ճանապարհ, որպիսի Տիրոջ հետ ունենաք կենտանի հանդիպում։ Հեռախոսիս համարը գրեք 098 95 0071, կզանգեք, կայցելեք ու կծառայենք, կաղոթեմ ձեզի համար, կծառայենք միասին։ Որովհետև ես երբ որ կաղոթեմ, բոլոր աղոթքների ժամանակ ես Տիրոջից խոսք կստանամ ամեն մեկիդ խնդրի մասին ու անձամբ կհայտնեմ, որպիսի կա ձեր կյանքերի վրա կենտանի բժշկություն ու ազատագրում։ Օրհնյալ է Տիրոջ անունով եկողը։